Բարի օր սիրելի երեստաթիթող, այսօր պատրաստելու ենք բասիլիկով հումուս։ Կանաչալինում, շատ համովալինում, դեսքից արդեն թարմացնում է, իսկ ուտելուց հետո այնքան հաճելի վարքյաններ եք ունենում, որ չեք պատկերացնի։ Այսօրվա պահածրադոմցի համար մեզ պետք է 1 փունջ կանաչ ռեհան կամ բասիլիկ եւ մի հատ դիդոն, 1.5 բաժակ սիսեր, 3-ից 4 բջեղ սխտոր, կես բաժակ տահինի։ Համեմունքներից օգտագործելու ենք քիմիոն, աղ, սև բղբեղ եւ կարմիր բղբեղ։ 3 ճաշի գդալ ցիտաբդղից հետ։ Մի քանի ճաշի գդալ ջուր ըստ անհրաժեշտության։ Մի դդոր բագետ հաց։ Պահածիչները շատ պարզ են, իսկ որտեղից ենք սկսում ասելու։ Ստեղ տեսնում եք հաց բագետ, որը կտրատելու եմ եւ չերոց ենք ուղարկելու, մոռանալու ենք իր մասին ու հետո արդեն անցնենք բասիլիկով հումուսը պատրաստելու։ Ես ուզում եմ շատ բարակ կտրատեմ հացիկները, ասենց շատ խրխտան ցևով բարակ լինի ու արդեն մի քիչ համեմունք տնեմ վրան աղ, բղբեղ եւ ցիտաբդղից հետ ու արդեն ունենանք մի քիչ չիպսի նման հացիկներ։ Այսինքն այսպես շատ բարակ պետք է կտրենք։ Եվ մեր հացը քանի որ փափուկ է, մի քիչ ուշադիր ենք կտրում, որպեսզի իրան չփլվի ավելի ճիշտը։ Ես բասիլիկով հումուսը շատ եմ սիրում, քանի որ դե մեր դանը մի քանի տեսակ եմ միշտ հումուսի տեսակներ պատրաստում, դե գլխավորը իհարկե սիսերովն է, իսկ դրանից հետո գալիս է ստեբղինովը, որը նորեն պատրաստել ենք մենք համի գաղտնիք հաղորդման մեջ, եւ սիրում եմ բղբեղովը, սիրում եմ ջագնտեղովը, կարծեմ նորեն պատրաստել ենք ջագնտեղովը այստեղ, իսկ հիմա բասիլիկն է։ Ամեն տեսակի սեղանների կարելի է, ինքը մինակ է ուտվում, մսի հետ է ուտվում, ամեն տեսակ բաների հետ ուտվում է։ Այսինքն սեղանի վրա եթե մի քանի ուտելիքներ կա, ինքնաձենց կանաչ քաշում է։ Ուզում ես հացիկով ուտես, ուզում ես փանչարեղենով ուտես, մի խոսքով, եթե մի անգամ պատրաստեք, միշտ կուզեք պատրաստել։ Որ ասեցի սեղանի վրա, դե իհարկե մի քանի ուտեստներ կլինեն, մի հատ ինչ-որ համով հայկական ղավուրմա, դավարով, մի հատ ինչ-որ սենց թխած հավ չերոցում, դե իհարկե եթե հավ եք տխում, կարող եք զանգեզուրի հավերով պատրաստել, որպեսզի ձեր համովությունը շարունակվի որակով ու ստանաք ավելի իդեալական ուտեստ։ Ոնց մենք ենք անում։ Դե իհարկե եթե չեք գիտեր ոնց ցեք բերեք զանգեզուրի թրջնամթերքը, կարող եք զանգահարել իրենց, քանի որ ունեն արագում, կամ կարող եք գնալ Բարուր Սևակ 92 կոտորակ 6 եւ բոլոր ձեր լիստը վերցնել այնտեղից։ Ուզում եմ միանգամից ես մերսինի վրա թնել, այնտեղ թնել ցիտայյուղը եւ այլն, որպեսզի իմ դեղտակը չաղտոտեմ։ Այսպես։ Մի քիչ ցիտաբդղից հետ, շատ արագ խառնել, այսպես մատիկներով, որպեսզի բոլոր հացիկները ցիտաբդղից հետո ծածկվին։ Կարակ շատ չորել անեք, բայց ես անպայման մի քիչ ցիտաբդղից հետ եւ աղ եւ բղբեղ սիրում եմ, ավելի համոված առնում։ Իրականում այս տեսակի չիպսեր շատ եմ պատրաստում տունը, ամեն օր մի տեսակ բան եմ հորինում, մի անոր չիպս չվերցնեն իմ երեխեքը դրսից ու չկան։ Դրա համար եթե ուզում եք կամ եթե քանքադ ունեք, որ ձեր երեխեքը չիպսի կախվածություն ունեն կամ ուզում եք փախչիլ կամ ինչ-որ ազատվել այդ դրանից, կարող եք այսպիսի չիպսեր միշտ պատրաստել։ Իսկ հիմա քանի որ իմ ցերքերը ցետ եղան, գնամ մի հատ լավ ղոճարվեմ ABC-ով ու հետ վերադառնամ խառնելը շարունակենք։ Ուրեմն, մի քիչ բղբեղից երևի գուզու չանենք, կաղցրն այսի։ Ես եւ իմ մարանիգի դարաները։ Շատերը գիտեմ, որ մեզ հետևում են եւ ինձ ասում են, որ չգիտեինք մարանիգի դարաներ ունի ու քեզանից ենք իմացել շաղիկ ու սենց վերցրել են ու շատ գոհ են։ Ուրախ եմ, որ մենք կարողանում ենք ցույց տալ այդ ինչ որ կա մեր շուկայում եւ մանավանդ հայկականը եւ դուք գոհ եք մնում։ Քանի որ մեր առաքելությունը էդ է։ Եվ դալ պաղածրադոմսեր, եւ դալ կազմակերպություններ կամ ապրանքներ, որը դուք չգիտեք ու գիմանաք ու ձեր կյանքը կհեշտանա։
Իսկ հիմա ինչ ենք անում։ Տեսնում եք, արդեն սիսերը ունենք, համով սիսերը։ Իհարկե Մարիանիկի սիսերն է, մի օր առաջ խաշել պատրաստել ենք ու դուք դրա չափը նայեցեք։ Ես միշտ պատմում եմ Մարիանիկի սիսերների մասին, բայց քանի որ ես չեմ կարող իրականություններ տակցնել ու իրականում սիսերի որակը գաբունի իր չափից, ինչքան մեծ է, այնքան որակավոր է, եւ ես չեմ թիմանում հիմա մի հատ ուտեմ։ Նայեմ խաշվածության եւ եփածության աստեժանը ու շարունակենք։ Իդեալական։ Դե, իմացակ։ Սիսերը Մարիանիկից եք վերցնում, պատրաստ է խաշել ենք։ Ուզում եմ կիսել, քանի որ ջուրը պետք է վերցնեմ, բայց գեղևը չեմ գցում, որովհետև իրան զեստը, այսինքն իր գեղևը պետք ունենք մեջը եւ մի քանի շերտեր լիմոն, այսինքն ինչ ենք անում։ Ստեղից վերցնում եմ փարակ 2 շերտ, 1 2 Այսի բախում ենք դիզայնի դեկորացիայի։ Էսի կամելու, էս էլ կամելու։ Հիմա մի հատ բերենք լիմոնի կամիչը եւ կամենք։ Մոտավոր մեզ պետքա կարոտ բաժակ լիմոնի հյութ։ Մի քանի հատ սիսեր մի կողմ եմ դնելու դեկորացիայի համար կամ դիզայնի համար։ Լավենք։ Դե ինչ, լիմոնի հյութը արդեն ունենք, սիսերը այստեղ է, սխտորը այստեղ է, կարող ենք միանգամից ճզմել, որ ավելի հեշտ լինի, երբ որ իրենք պետքա խառնվեն իրար հետ։ Հանում եմ էսի, դուրս։ Ուպս։ Հաջորդը, իհարկե, եթե ուզում եք ավելի պակաս սխտոր տնել, շատ հանգիստ կարող եք, բայց ես ընդհանրապես հումուսների հիմքում սիրում եմ սխտորի ներկայությունը։ Լինի շատ հստակ։ Այսինքն, եթե ուզում եք, կարող եք 1-ից 2 տնել, եթե ինչ-որ սխտոր ուզում եք շատ չի լինի։ Իսկ եթե ուզում եք ընդհանրապես սխտոր չի լինի, այդ ցես թույլ չեմ տա, քանի որ ընդհանրապես այդ համովությունը այնքան չկսկա, ինչ-որ սխտորով է։ Միան գներեմ այն բարակային, որ եթե ալերգիաներ ունեք, ինչ-որ հիվանդություն, ինչ-որ մի բան կլինի ցես առողջական, եթե ուտեք։ Ոչ թե եթե համային առումով չեք ուզում, այնի ձեր հետ չեմ լինի։ Ես իրական եմ խոսում։ Սխտորնից պատրաստ է։ Հավաքում եմ, որպեսզի պակաս չլինի, տեսակ։ Ամեն ինչ գրեթե պատրաստ է, կարող ենք հավաքել։ Սիսերը էս կողմ տնենք, ջուրը բացենք պատրաստենք, դե իհարկե մենք ջուրը սիլից ենք օգտագործում։ Ասում են, ջաշ պատրաստած ժամանակը դել, եթե օրինակ պաստա ես պատրաստում կամ ինչ որ ջաշ, որը ջուր պետք է լինի մեջը, եթե ջուրը լավ համով է, ջաշին, որագին եւ համին վրա աստում է։ Այդ կադակ չեմ անում, նույնիսկ մեջում ես ունեմ մի հատ հոլովակ, որը պատմում եմ այնտեղ, որ ինչքանով ջուրը փոխում է համայինը։ Այսինքն մենք բարաբդեղ չէ, որ ինչ որ շատ համով ջուր ենք օգտագործում կամ շատ որակով։ Բեյզելը ավելացնենք։ Մի քիչ սենց ցերկով այսպես ճզմրդում ենք։ Ես ամենավերջի գոթերի մասերը թափել եմ, այսինքն մաքրել ենք։ Ես ուզում եմ այստեղ մի քանի հատ էլ դիզայնի համար թողեմ ու մնացածը թեբի բլենդեր։ Վաու, արդեն պատկերացնում եմ ինչ համողություն է լինելու, ես չեմ թիմանա։ Ուրեմն, տահինը ավելացում ենք։
Ընդհանրապես հիշեք, որ հումուսների հիմքը կամ կարող ենք ասել գլխավոր բաղադրիչը կամ գլխավոր համեմունքը միշտ լինում է քիմոն։ Քիմոնը շատ է սիրում sense բլենդված սիսերին եւ ինչ որ լինի իր հետ։ Այսինքն քիմոնը միշտ անպայման քարորդ գտալ նույնիսկ թրեք։ Ես այսօր գես եմ տնելու կամ ավելի ճիշտը մեկ եմ տնելու, բայց դուք եթե օրինակ կարողացեք համար առաջի անգամ անծանոթ լինի, քարորդից սկսեք, հետո մի քիչ ավելացրեք։ Ավելացնում եմ քիմոն, աղ, մի թեթև սև բղբեղ, մի թեթև կարմիր բղբեղ, մի քիչ էլ կծույց տնենք, ցիտաբդղից հետ մի գդոր և ջուր։ Իհարկե այսպիսի հումուսներ կամ այսպիսի սոսի տեսակներ, որ պատրաստում ենք, միշտ մեկ հատ սպաթուլայով ետ խառնում ենք, որ ներքև վերև անենք ու օդ տանք, որ ինքը լավ բլենդ լինի։ Քանի որ եթե միան ջուր ավելացնեք, շատ չրիկ կլինի։ Մենք էլ ենք ավելացնելու, բայց ամեն անգամ չէ։ Հացիկները ունենք արդեն, պետք է արդեն մեր ափսեն բերենք այսպիսի։ Հիմա մտածում եմ առաջ հումուսը ավելացնենք։ Հիմա մեր հացիկները շարենք, այսպես, մի կողմով շարում ենք, կարող եք առանցին ափսեի մեջ էլ տնել, ըստ ձեր ցանկության, այսինքն ոչ մի բարդավորեցնող բան չկա այնտեղ, ես սիրում եմ կողքի և գույնի համար և ավելի սենց գրավիչ և կաշողաթարանում։ Հիմա դնում ենք լիմոնները, որ այսպես կարանք այսպես տնենք, մեկով, դնում եմ սիսերները, դնում եմ ռեհանը, կողմով այսպես, մի քիչ էլ եմ շատ թեթև քիմոն ցանում վրան, այսպես, հատ էլ կարմիր բղբեղ, և իհարկե ցիտաբդղի ցետ։ Եվ այսօրվա բասիլիկով հումուսը պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք և վայելեք։ Բարի խորժակ։ Դե ինձ սիրելիներս, այսօրվա մեր համով ուտեստը պատրաստ է, հեշտ պատրաստվող, առողջարար, շատ համով է և իհարկե սննդարար, կարող ենք ասել։ Շուկայում կգտնեք բասիլիկը, ընդհանրապես միշտ կա, մնացած բաղադրիչներն էլ վստահ եմ տունը կա,
կարող եք պատրաստել ու վայելել ձեր ընտանիքի հետ։ Movie time եք ունենում, cinema time եք ունենում, չգիտեմ ինչ եք ունենում, նստում եք ընտանիքով, այս համովությունը դնում եք ու դնային պայմաններով պատրաստված հացիկներով ուտում եք ու վայելում եք։ Դե իհարկե այս ամեն համովությունները պատրաստեցիք եւ այլն, միշտ գիտեք, որ իմ ritual-ը կամ իմ, ասենք, օրինակ, սիրած ամենա տենց հեքիաթային գեդը, որ սուրճ ունեմ եւ համով կաղցերմը վայելեմ մի փոքր։ Եվ այսօր երևի այս նոր համևություններից ինչ որ մի բան կփորձեմ, կոֆենք իրար հյուրասիրելու մենք գործընկերներով եւ Smiley Sweet-ից ինչ որ համովություն։ Այսօր լիքը նորություններ ունենք։ Մեկ-մեկ երևի կփորձեմ, ամեն մեկեն մի կտոր, հետո կասեմ ցած ամենահամովը որն է։ Կարող եք դուք էլ ասել, վերցնել ու ասել շաղիկ այս ամենահամովն է։ Ինչևէ, մենք չմոռանանք ինչ ենք հավաքվել այստեղ։ Ես փորձում եմ։ Խոսքեր չկան։ Սխտորը շատ լավ եմ արել, որ սորսատ եմ դրել։ Բասիլիկի համը իդեալական գալիս է։ Ինչի է պետք բասիլիկը այսքան դնեք եւ սիսերը, որովհետեւ չկարա կերազանցի սիսերի համը այս հումուսի մեջ, որովհետեւ ինքը բասիլիկով է։ Դե իհարկե տահինը այս ամեն ինչը իդեալական է դարձնում ու քիմոնը։ Մի խոսքով դուք էլ պատրաստեք եւ վայելեք այս համովությունը։ Վաղը նույն ժամին կհանդիպենք ժամը 9:00 եւ 17:00 Կետրոն TV եթերով։ Ցտեսություն։